Նախ ասեմ, որ մենք միանգամից հայտարարում ենք, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մարդկանց կյանքը, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը փոխվի դեպի լավը, փոխվի դեպի իր ուզածը։ Ի վերջո ինչ է ուզում հայ մարդը։ Եվ երբ որ ես ասում եմ հայ մարդ, ես նկատի ունեմ նաև Հայաստանի Հանրապետության մեր եզդիներին, ռուսներին, քրդերին, ասորիներին եւ այլ ազգային փոքրամասնություններին, որովհետեւ նրանք մեզ համար շատ թանկ են եւ իրավահավասար քաղաքացիներ են Հայաստանի Հանրապետության։ Հայ մարդը այսօր ուզում է շատ պարզ բաներ։ Ինքը ուզում է, որ մենք ունենանք ապահով անվտանգ երկիր, ուզում է խաղաղություն, հայ մարդը ուզում է հնարավորություն ազատ ստեղծագործելու, ունենալու արժանապատիվ աշխատանք եւ այդ աշխատանքով երջանկացնելու կամ այդ աշխատանքի պատուղներով երջանկացնելու սեփական ընտանիքը։ Հիմա կարճ անդրադառնամ բոլոր կետերին։ Մի րոպե, հասկանամ ես ոնց է աշխատում։ Հա, օքեյ։ Առաջինը դա անվտանգության բլոկն է։ Մեր ռազմավարությունը անվտանգության հարցում։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։ Մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված տրիպ միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը տրիպի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարա դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակազմ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը եւ նաեւ շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Մեր առաջարկված երկաթուղին հիմա ձեր էկրանինն է։
Սա մշակված ծրագիր է։ 2016 թվականին չինական լուրջ մի ընկերություն բոլոր հաշվարկները արել է եւ 3 հնարավոր մարշրուտից ընտրվել է հենց այս հաշվարկը։ Սա եթե իրագործվում է, մենք սկսում ենք այդ երկաթուղին կառուցել Գագարինից, այսինքն Գագարին, ես հիմա անպայման ուզում եմ այդ բնակավայրերը եւ կայարանները ասել, որովհետեւ մոտավորապես 160,000 բնակչություն դրանից շատ լուրջ բան է ստանալու, օգուտներ է ստանալու, ել չեմ ասում, որ ամբողջ ժողովուրդը մեր շատ մեծ օգուտներ կստանա։ Դա Գագարինն է, Նորաշեն, Հայրավանք, Գավառ, Գեղարքունիք, Վարդաձոր, Մարտունի, Նշխարք, Քարագլուխ, Եղեգիս, Վարդաձոր, Մարտունի, Հերմոն, Կարմրաշեն, Գեդեվազ, Սարավան, Գորայք, Ծղուկ, Շաքի, Սիսիան, Դարբաս, Տաթև, Վանեկ, Կապան, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Մեղրի եւ Ագարակ։ Բնականաբար մենք նաեւ տեսնում ենք, որ այս ծրագիրը սրանով չպետք է ավարտվի, նաեւ Ագարակից պետք է կապ ստեղծի կամ Թավրիզի կամ Ջուլֆայի հետ, բանի Իրանի տարածքով, որը արդեն կկապի Հայաստանը երկաթուղային ուղով Իրանի հետ։ Եթե սա իրականացվում է, մենք ստեղծում ենք Հայաստանի համար լրիվ նոր իրավիճակ, որովհետև առաջին անգամ վերջապես Հայաստանը ինքը իր հետ կկապվի Հայաստանի տարածքով։ Այսինքն մենք Զանգեզուրի, Սյունիքի հետ, Մեղրի հետ կապը կունենանք արդեն երկաթուղիով լրիվ մեր տարածքով։ Սա կապահովի գործարար աշխուժություն եւ այս առանցքի շուրջ եւ որովհետեւ այս ծրագիրը ունի նաեւ բավականին լուրջ պոտենցիալ դառնալու համաշխարհային տրանզիտային ուղի։ Հիմա ես մեծ քարտեզը ցույց եմ տալիս, սա իրականացնելու դեպքում մենք Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը, Պարսից ծոցի հետ, Հնդկական օվկիանոսի հետ եւ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։ Էլ չեմ ասում, որ եթե Ինգուշետիայի վրայով իրականացվի Ռուսաստանին Վրաստանի հետ կապվող երկաթուղու կառուցումը, սա արդեն կդառնա ուղիղ կապ նաև Ռուսաստանի հետ։ Ընդ որում կապ, որը բացարձակապես անկախ է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Այսինքն սա կարևորագույն մի պրոյեկտ է, որը մի կողմից լուծում է մեր անվտանգության հարցերը, մյուս կողմից ապահովում է մեր անկախությունը Ադրբեջանից ու Թուրքիայից եւ ի վերջո Հայաստանը դարձնում է տրանզիտային լրջագույն հաբ։ Արտաքին քաղաքականության նոր մոդել ենք առաջարկելու, որը sense մի քիչ մի հատ փոքր պատմական ռեսուրս անեմ, այն քարտեզը, որ դուք հիմա տեսնում եք, սա հայտնի համաշխարհային հայկական արևտրական ցանցի բանն է, աշխարհագրությունն է, որը ցույց է տալիս, որ հայերը ժամանակին կարողացել են լինել կապավորը արևելքի եւ արևմուտքի միջև։ Դուք ստեղ տեսնում եք, որ միջև Ճապոնիա, Չինաստան նրանք գնում էին, իսկ կապում էին այդ ժողովուրդներին անգամ Եվրոպայի հյուսիսային երկրների հետ։ Սա մոռացված մի դերակատարություն է, որը մենք անպայման պետք է վերականգնենք։ Մենք աշխարհին ասելու ենք հետևյալը. մենք ոչ մեկի սատելիտը չենք, մենք չենք թույլ տալու, որ արևմուտքը եւ Ռուսաստանը կռվեն Հայաստանի տարածքում, դա բացառվելու է։ Մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք կռվադաշտ չենք, այլ մենք ինքնիշխան պետություն ենք։ Եվ սա դառնալու է մեր արտաքին հարաբերությունների նոր մոդելը։ Այստեղ մի հետաքրքիր առաջարկ ունենք, որ
ընդունենք բարեկամ երկրների մասին օրենսդրություն, որի իմաստը հետևյալն է լինելու։ Այն երկրները, որոնք մեր պետական մարմինների եզրակացությամբ չունեն թշնամական, չարամիտ պլաններ, ժողովրդագրական վիճակը փոխելու, Հայաստանի պետականությանը վնաս տալու եւ այլն, այդ երկրներին մենք կշնորհենք այսպես կոչված բարեկամ երկրների կարգավիճակ, բացելով դռները իրենց առաջ, արտոնություններ ստեղծելով միգրացիոն եւ ներդրումային քաղաքականության առումով։ Տնտեսության մոդելը ամենակարևոր բանը, որ անելու ենք, արտաքին արտադրողի սպասարկման մոդելից, որ այսօր գոյություն ունի, անցում ենք կատարելու դեպի ներքին տնտեսվարողին խրախուսելու մոդելը։ Սա ուղղակի բառեր չեն։ Այսօր օրինակի համար հայ գյուղացին շատ որակյալ կաթ է արտադրում, բայց նա չի կարողանում այդ ծախել, որովհետև այլ երկրներում արտադրված անորակ կաթի փոշին բերում են եւ դա է այն կաթը, որ սպառում է մեր բնակչությունը։ Այսինքն այս մոդելը պետք է փոխել։ Մեր ամբողջ մոդելը ոնց որ օգնում է աշխատում է այլ երկրների տնտեսության վրա։ Մենք պետք է սա լրիվ շրջենք եւ գնանք նոր մոդելի, որը սպասարկելու է մեր ներքին տնտեսվարողին։ Սրա համար մենք նաև անելու ենք հարկային համակարգի արմատական բարելավում, հետևյալ մոդելից ելնելով, այսինքն բյուջեն լցնելու մոդելից անցում դեպի տնտեսվարին խրախուսելու մոդել։ Այն ինչ որ կատարվում է այսօր, դա ուղղակի խայտարակություն է, դա ճնշում է հայ գործարարին։ Մենք առաջարկում ենք բավականին լուրջ գիտական հիմնավորում ունեցող եւ արդեն Վրաստանում իրագործված շահութարկի զրոյացում։ Այն գիշատիչ գույքահարկը, որ այսօր գործում է Հայաստանում, երբ որ արագ բազմապատկվում է գույքահարկի այդ բաները, չափերը, սա ուղղակի անընդունելի բան է, ուրեմն առաջին գործերից մեկը անելու ենք այն, որ գույքահարկի այս հարկի ամբողջս մեր կոնցեպտի վերանայումը։ Մարդիկ պետք է հասկացանք դա հարստության հարկ է, բայց ասենք մարդիկ կան, որոնք օրինակի համար նույն կենտրոնում 1993 թվականին ստացել են որպես սեփականաշորված բնակարան, նրանք հարուստ չեն, բայց իրենք ստիպված են վճարել անտանելի չափի հարկեր։ Սա մենք վերացրելու ենք։ Գույքահարկի ուրեմն այդ գիշատիչ մոդելը ընդհանրապես չեղարկվելու է եւ ամբողջը կառուցվելու է նրա վրա, որ մենք խրախուսենք մեր տնտեսվարողին տանելի պայմաններ ստեղծենք այսօրվա բնակիչների համար։ Շատ կարևոր խնդիր մասնագիտական ներգաղթի կազմակերպում։ Այսօր բավականին լուրջ դեֆիցիտ կա կարևոր կադրերի, ամենապարզ, ասենք զոդողների անգամ տենց մասնագիտությամբ աշխատողներ չունենք, բոլորը թողել լքել են Հայաստանը, մենք պետք է այդ մարդկանց բերենք, մենք իրանց համար պետք է ստեղծենք արտոնյալ պայմաններ, որովհետև Հայաստանի տնտեսությունը չի զարգանում շատ դեպքերում այն պատճառով, որ բավականին կարևոր մասնագիտությունների առումով մենք արդեն չունենք մասնագետներ։ Նրանց բոլորին պետք է հետ բերել եւ մենք հատուկ պետական քաղաքականություն ենք անելու այդ կապակցությամբ։ Մենք վերականգնելու ենք նաեւ պրոֆտեխնիկական ուսումնասարանները, որոնք ուղղակի ոչնչացվել են այս ընթացքում։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը։ Մենք խրախուսելու ենք կոոպերացիան, պահպանելով հողի գործող սեփականությունը։ Ինչի եմ սա ասում, երբ որ մենք ասում ենք ստեղծել կոոպերատիվներ, մենք չենք ասում ստեղծել կոլխոզներ, կոլտնտեսություններ, որովհետև կոլտնտեսությունը ունի ընդհանուր սեփականություն, իսկ մենք խոսում ենք այնպիսի կոոպերացիայի մասին, որը պահպանում է անհատական սեփականությունը։ Եվ
Դա կհեշտացնի գյուղատնտեսության նախարարությունից տրվող օգնությունը վառելիքի, սերմացուի, պարարտոնյութի ձեռքբերման գործում, ինչպես նաև իրացման հարցերում։ Նաև շատ կարևոր է հասկանալ, որ մենք պետք է գյուղացուն տանք հնարավորություն ինքը ինքնուրույն մշակի իր հողը կամ գնա իր հողը վարձակալությամբ տալու խոշոր մշակողներին։ Եվ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հենց այդպիսի միջնորդ դառնա այդ անհատ ֆերմերների կամ նրանց կոոպերացիաների մի կողմից եւ խոշոր հողամշակողների հետ միջև։ Մի կարևոր գաղափար ենք ասում։ Մենք պետք է ստեղծենք, ոնց որ Հոլանդիայում կա ջրի կառավարման նախարարություն։ Ջուրը մեր ամենակարևոր ստրատեգիական ռեսուրսներից մեկն է, որը ամբողջությամբ վատնվում է։ Մենք շատ քիչ ենթակառուցվածքներ ունենք, որը թույլ է տալիս ջուրը հավաքել, պահել եւ բաշխել։ Ըստ էության ամբողջ ջուրը գնում է հարևան պետություններ։ Մենք սրա վերջը պիտի տանք, մենք պիտի կառուցենք շատ լուրջ համակարգ ջրի կառավարման, որպեսզի մեր գյուղացին, որը այսօր իր համար ամենակարևոր պահին մեկ էլ զրկվում է ջրից, այդ ջուրը ստանա։ Մենք ստեղծելու ենք այդ արդար համակարգը առաջին հերթին, որովհետև մենք ստեղծելու ենք ջրի կառավարման լուրջ կարողություն Հայաստանում։ Իսկ եթե դրանից հետո ավելցուկ մնա, մենք այդ ավելցուկը ծախելու ենք հարևան երկրներին։ Ամենակարևոր կետերից մեկը այն է, որ մենք հասկանում ենք, որ Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություն չունի, եթե ինքը չի դառնում առաջավոր ասենց ասեմ, ժամանակակից տեխնոլոգիաների կրողը, թեկուզ խորշային տեխնոլոգիաների առումով։ Եվ մենք զարգացնելու ենք խորշային բարձր տեխնոլոգիաները Հայաստանում, այսինքն այն տեխնոլոգիաները, որտեղ մենք կարող ենք դառնալ առաջատար։ Օրինակի համար չիպի դիզայնի հարցում եւ այլն եւ այլն։ Պետության կողմից մենք ֆինանսավորելու ենք, ինչպես դա ամբողջ աշխարհում ընդունված է, նկատի ունեմ տեխնոլոգիապես առաջավոր երկրներում, գիտահետազոտական աշխատանքները, R&D-ն։ Մենք ամբողջությամբ ազատականացնելու ենք ֆինտեխը, այսինքն ֆինանսական տեխնոլոգիաները եւ կրիպտո ինդուստրիայի, որը ես կկոչեի ծածկ արդյունաբերություն, այս ամբողջ բնագավառը։ Այսօր Հայաստանը, չգիտեմ ինչու, շատ պահպանողական դիրք է գրավել այս հարցերում եւ ըստ էության զրկվում է կրիպտո ինդուստրիայի հարցում շատ լուրջ հնարավորություններից եւ ինտեգրացիայից համաշխարհային գործընթացների մեջ, ինչը օրինակ Վրաստանը շատ հաջող կերպով կատարում է եւ մենք շատ հետ ենք մնացել։ Այս սրա վերջը պիտի տանք, այս պահպանողականությունը բանկային համակարգի այսօր խեղդում է ուղղակի մեր երկիրը։ Անցնելու ենք դեպի տվյալահեն կառավարում, ինչը նշանակում է, որ տվյալների շտեմարաններ են ստեղծվելու, որոնց գերլուծությունը ավելի լուրջ հնարավորություն կտա ճիշտ որոշումներ ընդունել եւ ճիշտ ռազմավարություն մշակել կառավարության համար։ Մենք ինստիտուցիոնալացնելու ենք արհեստական բանականության փորձագիտական կիրառումը բոլոր կառավարման process-ներում։ Մենք ապահովել ենք հայերենի ծրագրային ապահովումը։ Մենք ֆինանսավորել ենք դա։ Մենք լեզվի կոմիտե ենք ստեղծելու նոր մակարդակի, որը զբաղվելու է նրանով, որ հայերենը բոլոր կոմպյուտերային տեխնոլոգիաներում ներկայացված լինի բավարար ձևով։ Եվ դա նույնպես կօգնի մեր ինտեգրացիային համաշխարհային տնտեսությանը։ Կարևորագույն բանը, տեխնոլոգիաները պիտի դառնան մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվը, ավելին կասեմ։ Այդ առնչվածը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության, բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության եւ մշակույթի կոորդինացնող լոկոմոտիվը։ Այդ բնագավառները պետք է միավորվեն մեկ միասնական համակարգի հետ։ Մեր զինվորները, որոնք օրինակի համար
բան են անում, երբ որ բանակ են տանում ու պարզվում է, որ IT բնագավառում աշխատող կամ լուրջ հմտություններ ունեցող մի երիտասարդ իր կարողությունները չեն օգտագործվում բանակում։ Բանակում պետք է լինեն հատուկ միավորներ, որոնցում իրենց կարողությունները կօգտագործվեն։ Մոբիլիզացված գործարարները, ասենք, երբ որ գնում են այդ հավաքների, նրանք պետք է ունենան նաև բիզնես բնագավառում կապեր ստեղծելու, բանակի կարիքները հասկանալու, բիզնեսը բանակի հետ կապելու հնարավորություններ։ Այս ամեն ինչը պետք է կոորդինացվի մի բարձր տեխնոլոգիական խորհրդի կողմից, որը մենք կստեղծենք, եւ նա կլինի միջգերատեսչական բարձր տեխնոլոգիական խորհուրդ։ Էկոլոգիա։ Մենք ունենալու ենք բացարձակապես էկոլոգիական մոտեցում Հայաստանի նկատմամբ։ Մեզ պետք է բրենդավորել, մենք զարգացնելու ենք էկո գյուղատնտեսությունը եւ էկոտուրիզմը, եւ մենք բրենդավորելու ենք Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները որպես ամենամաքուր, ամենահամեղ, ամենաօգտակար եւ բանջարեղենը, եւ մրգեղենը, եւ մսեղենը պետք է հենց բրենդավորվի այդ եղանակով եւ մենք կունենանք բավականին լուրջ հաջողություններ։ Երևանի օդը աղտոտող հանքավայրերը փակելու ենք անմիջապես եւ կոնսերվացնելու ենք, այնպես որ այդ փոշին այլևս չաղտոտի մեր օդը։ Վերացնելու ենք աղբավայրերը։ Դրանք փոխանակելու ենք աղբա մշակման գործարաններով։ Մենք խստացնելու ենք քաղաքաշինության նորմերը հենց էկոլոգիայի առումով։ Մենք այսօր Հայաստանում ունենք կանցերածին բան, մի հատ միջավայր, եւ այդ պետքա վերացնել։ Հանքարդյունաբերության վերաբերյալ մեր մոտեցումը լինելու է հետևյալը. հետագա ծավալման վրա մենք դնելու ենք արգելք։ Գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների գործունեության նկատմամբ խիստ էկոլոգիական չափանիշների կիրառում։ Ամենակարևոր մասերից մեկը մեր ծրագիր լինելու է մեր քաղաքական համակարգի առողջացումը եւ համակարգային փոփոխությունները մեր կառավարման մոդելի։ Առաջինը այդ հիմքում ընկած են լինելու համակարգի առողջացումը, ներառականությունը, մեր պետությունը պետք է դառնա ներառական պետություն, որտեղ բոլորը հնարավորություն ունեն գործ անելու, չգիտեմ, զարգանալու, բարեկեցիկ կյանքով ապրելու, գործելու, անկախ իրենց մերձավորությունից իշխանության հետ։ Եվ սա կբերի հանրային համերաշխության վերականգնմանը նաև։ Ինչ ենք առաջարկում։ Վերադարձ կիսանախագահական համակարգին։ Սա մեր ուրեմն անկախության հենց ակունքում ընդունված մոդել է 91 թվի նախագահի մասին սահմանական օրենքով, եւ մենք պետք է դադարեցնենք այս էքսպերիմենտները կառավարման մոդելի հետ, այն ինչ որ մեր ժողովուրդը կոնսենսուսով, ընդ որում բացարձակ կոնսենսուսով ընդունել է 91 թվին, այդ մոդելը պետք է վերականգնվի եւ այսուհետեւ երբեք չփոխվի։ Դա նաեւ կնպաստի մեր անվտանգության ամրապնդմանը։ Արդարադատության համակարգը, այսինքն բոլոր այն մարմինները, եւ դատական, եւ քննչական, եւ այլն, այդ ամեն ինչը պետք է դուրս հանվի գործադիր իշխանության տակից։ Մենք պետք է ստեղծենք անկախ մարմիններ, որոնք ձևավորելու են այս մարմինները։ Ընդ որում ոչ միայն արդարադատության համակարգը, այլ նաեւ ընտրական հանձնաժողովը, հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն, այս ամեն ինչը պետք է հանել եւ գործադիր իշխանության եւ կուսակցական վերահսկողության տակից։ Բնականաբար սա նշանակում է նաեւ, որ մենք վերականգնելու ենք ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները երկրում, ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ դեմ այս պայքարը, ավելին մենք
նոր հարաբերությունների համաձայնագրիր ենք կնքելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Մենք պետք է պաշտպանենք իրենց իրավունքները, իրենց արտոնությունները եւ վերջ տանք այս պառակտությանը, անօրենությանը, պղծությանը, որ այսօր անձամբ վարչապետը գործում է երկրում։ Սոցիալական այս վերջի բլոկն է, ես ուղղակի ասեմ, որ շատ կարճ անդրադառնում եմ նաև այն խնդիրներին, որոնք այսօր շատ իրականում ջղայնացնում են մեր բնակչությանը, որովհետև այդ խնդիրները չեն լուծվում եւ դրանց գոնե թռուցիկ մենք պետք է անդրադառնանք։ Նախ եւ առաջ գիտեք, վարչապետը չգիտես ինչի որոշել է, որ կենսաթոշակները այլևս բարձրացնել պետք չի։ Ասում են ինչի բարձրացնենք, չգիտեմ ինչի վրա կծախսեն եւ այլն եւ այլն։ Սա եւ հիմարություն է, եւ անարդարություն է, եւ անընդունելի մի վիճակ է, որովհետեւ երկրում միջին աշխատավարձը աճում է, բայց թոշակները չգիտես ինչի մնում են նույն մակարդակի վրա։ Ուրեմն մենք կապելու ենք կենսաթոշակների ավելացումը միջին աշխատավարձի հետ համընթաց լինելու սկզբունքի հետ։ Եվ դա նշանակում է, որ շատ արագ կենսաթոշակները ընդհանուր մինչև 50%-ով կբարձրանան։ Մենք հասկանում ենք, որ երկրում կա շատ ծանր մի խնդրեմ կապված մանկապարտեզների դեֆիցիտի հետ։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց երեխեքին տանեն մանկապարտեզ։ Մենք այդ հարցը լուծելու ենք 2 տարում։ Ամբողջ բնակչությունը ունենալու է մանկապարտեզներից օգտվելու հնարավորություն իրենց երեխաների համար։ Հիմա չխորանամ դրա մեջ, բայց մենք կառաջարկենք նաև դրա մեխանիզմները։ Գիտեք ինչ դժգոհ են մեր մարդիկ Երևանում այս երթևեկության, այս խնդիրներից, խցանումներից եւ այլն։ Մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու եւ Երևանի իշխանությունների հետ համատեղ երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգերի ներմուծմանը, որովհետև շատ պարզ ժամանակակից լուծումներ կան, տեխնոլոգիական, բոլոր այդ լուսափորները կարող են ինտերնետով կապվել եւ օպտիմալացվել դրանց աշխատանքը, այսինքն անգամ արհեստական բանականության կամ որևէ կոմպյուտերային ծրագրով վերահսկվի խցանումները եւ անմիջապես ճիշտ կարգավորում տրվի օգտագործելով այս տեխնոլոգիական հնարավորությունները։ Տաքսու տարբերանշան ունեցող վարորդներին թույլ կտանք ավտոբուսային գործողություններով երթևեկելու համար։ Այսպես կոչված ձախողակ, հիմա կխոսեմ նաև ձախողակ բարեփոխումների չեղարկման մասին։ Այս իշխանությունները իրենց տգետ եւ ապաշնորհ կառավարման ընթացքում բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել իբր թե բարեփոխումներ անցկացնելով։ Իրականում սրանք չարեփոխումներ են եւ մենք դրանք ուղղակի վերացնելու ենք։ Ակադեմիական քաղաքի նախագծի չեղարկում են լինելու։ Սա բացարձակ անիմաստ մի պրոյեկտ է, որի միակ նպատակը այն է, որ այսօր զբաղեցրած այդ հրաշալի շենքերը իրենք օգտագործեն իրենց բիզնես նպատակներով, հյուրանոցներ կառուցեն, չգիտեմ ինչեր անեն եւ այլն եւ այլն։ Սա մենակ դրա համար արվում։ Քանդելուց լավ են, սարքելուց շատ վատ։ Այս սրան պետքա վերջ տալ անմիջապես։ Ամենամեծ խնդիրներից երկրում դա համայնքների խոշորացումն էր, որը իրականում գյուղացիներին զրկել է շատ լուրջ ինքնակառավարման կարողություններից, հնարավորություններից եւ այդ ռեֆորմը իրան բացարձակապես չի արդարացնում։ Մենք կատարելու ենք ապախոսորացում, մենք դադարեցնելու ենք խոշորացման process-ը եւ գործընթացը եւ կատարելու ենք ապախոսորացում։ Մենք վերականգնելու ենք բոլոր գյուղերի կողմից ինքնուրույն կառավարվելու հնարավորությունները։ Նույնը վերաբերվում է գյուղական դպրոցների խոշորացման գործընթացին, դա էլ պետք է դադարեցնենք, դա ուղղակի սպանում է մեր գյուղերը, սահմանային գյուղերը եւ այլն եւ այլն։ Այս պետք է